Ողջույն սիրելի հեռուստադիտող, Շանթ հեռուստաընկերության եթերում կրկին իմ անունն է հեռուստաշոուի օրագիրն է։ Այսօրվա մեր օրագիր շրջանակներում դուք կտեսնեք հանդիպումը մեր մասնակիցների դերասան եւ երգիծաբան Վարդան Պետրոսյանի հետ։ Գնացինք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ սիրելի Շանթ։ Մենք էլի հանդիպեցինք։ Շատ ուրախ եմ ձեզ հանդիպելու համար։ Դուք պետք է իմանաք, որ պարոդիայի ժանրը թատերական արվեստի ամենանոր ժանրերից մեկն է։ Ընդհանրապես այդ ժանրը արվեստի ճյուղ չի համարվել։ 70-ական թվականներին Ֆրանսիայում փայլատակեց մի նոր շատ մեծ աստղ Thierry Lelouron անունով, բացառիկ արտիստ էր, բացառիկ պարոդիստ։ Si vous allez au Caire, dites bonjour à ma grand-mère. Elle est exposée au musée, au rayon des antiquités. Car ma grand-mère à moi, elle était plus belle que moi. Comme la nature l'avait gâtée, des momies c'était la préférée. Ինքը կրթությամբ օպերետի երգիչ էր եւ ուներ երգիչի հրաշալի կարողություններ, արտակարգ տենորի տեմբր, տեսքով շատ սիրուն էր, իհարկե մի քիչ կոլոտ էր, բայց շատ մեծ ներկայություն ուներ եւ ինքը պարոդիաներով եւ երաժշտական եւ խոսքի ժանրի մեջ պարոդիաներով այդ ժանրը բերեց առաջ շատ եւ ուղղակի դարձեց արվեստի ճյուղ։ Մեզ մոտ երեխեք պարոդիայի ժանրի պաշտոնականացումը եկավ Աշոտ Ղազարյանից։ Sachi, Oanune Garune, Sigo Yerknaredi, Aramone Kotuna, Kariluisaredi. Եթե չեմ սխալվում 73 թվականն էր, կարող է 72, այնուամենայնիվ 70-ականների սկիզբն էր։ Այն ժամանակ հեռուստատեսությամբ չկար նկարահանումներ, հիմա ինչպես նկարահանում են, հետո մոնտաժում են, կտրում, կպցնում, կար միայն ուղիղ եթեր։ Եվ ես հիշում եմ, ես պիտի գնայի նկարչության պարապմունքի, ես երևի գիտեք, մասնագիտությամբ, պրոֆեսիոնալ մասնագիտությամբ նկարիչ եմ, եւ այդ ժամանակ երեկոյան ցույց էին տալիս կառավարական համերգ։ Դահլիճում նստած էին կուսակցական գործիչներ, կենտկոմ, դատախազություն, շրջկոմներ, չգիտեմ, արվեստի էլիտան, ինչպես ասում են, այդպես փողկապներով, ծպծպացող Այդպիսի համերգները միշտ սկսում էր Չեքիջյանի խորը։ Հետո գալիս էր անպայման բալետի, օպերայի երգիչները, բալետի պարողները, երգում էին, շատ դասական էր այդ ամեն ինչը։ Կատակի մասին խոսք չէր կարող լինել, որովհետև կատակը համարվում էր անլուրջ, ապուշ ժանր։ Այդ օրը ամենավերջում հրավիրվում է բեմ Աշոտ Ղազարյանը, բոլորին անծանոթ, ուսանող 4-րդ կուրսեցի երիտասարդ սիրուն տղա։ Աշոտ Ղազարյանը անում է մի բան, որ դահլիճը իր կյանքում դեռ չի տեսել։ Երգում է Ռուբեն Մաթեոսյանի պես։ Այս ապշահար դահլիճը չի հասկանում ինչպես է երգում այս արտիստը, բայց բերանը բացում փակում է, սկսում են կողքերը նայել, Ռուբեն Մաթեոսյան հո կուլիսներից չի երգում։ Այն ժամանակ ֆանագրամա հասկացողություններ չկար։ Ամենավերջում նմանակեց Մեհեր Մկրտչյանին։ Այստեղ են հավաքվել երկող դերասաններ։ Շնորհակալ եմ։ Կդրիչկուս եմ, որը դիվանա, ես տարետերի։ Բարեցես։ Ես զգացի, որ ես չեմ կարող գնալ հիմա նկարչության դասի, որովհետև կարճել եմ ու ես չեմ կարող հավատալ, թե ինչպես պետք է այդպես ջայլ սիրուն տղա, ոչ ունի Մեհեր Մկրտչյանի քիթը, ոչ տեսքը, ոչ յուան, բայց վերանը բացում փակում է Մեհեր Մկրտչյանը կանգնած բեմի վրա։ Աշոտ Ղազարյանը 5 րոպեանոց, 4 րոպեանոց իր ելույթը վերջացրեց, թնդացող ծափահարությունները չեն վերջանում։ Աշոտ Ղազարյանը գնում է կուլիս, նորից կանչում են, այսինքն մասսան շոկի մեջ անդադ կանչում է Աշոտ Ղազարյանին եւ պահանջում է հատկապես Մեհեր Մկրտչյանին։ Մի խոսքով Աշոտ Ղազարյանը հաջորդ օրն արթնացավ որպես ամենամեծ աստղ։ Հետո Աշոտը շատ ուրիշ պարոդիաներ էլ արեց։ Փառք իրեն, բեմ բարձրացրեց նա այդ ժանրը եւ Աշոտից հետո Երևան եկան ուրիշ արտիստներ, ուրիշ նմանակողներ, որոնցից մեկին կարող է ճանաչեք, զարմանալի տղա էր Վարդան անունով, Պետրոսյան ազգանունով։ Ես պարոդիայի ժանրում սկզբից բնականաբար քո ազգականներին ես նմանակում, դասատուներին ես նմանակում, ես շատ սիրում էի երգելով նմանակել։ Այսինքն ես պատկերացնում եմ օրինակ ինչպես մեր կենսաբանության դասատու ընկեր Չոլոյանը երգեր օպերետ։ Բայց իմ առաջին պարոդիան դա Լուի Արմսթրոնգն էր, որ ես մինչև այսօր երգում եմ։ Եվ ահա ես մի անգամ ռադիոյով լսում եմ այսպիսի մի երգ։ Բառերը մեկ-մեկ եմ կրկնում, մեկը մեկին։
Մանֆուզե ու պոպատուզե ես արդեն քանդվում եմ ու պոպատուզեն ինչի ես բիբիզե բապի դովիմզան օբադանզան բապի դովիմզան բայց այս ամեն ինչը ինձ թվում էր քիչ ծիծաղելի Էլավ ասենք դու վերցեցիր Ամստրոնգի ձայնով երգեցիր բայց ինչ ավելացավ Համար ես վերցեցի սարսափելի բան արեցի այն ժամանակների համար Վերցեցի մի հատ շատ հայտնի երգ, այն ժամանակների պիոներական Լենին պապին է, մանուկ է եղել, մեզ նման պստի, ժիր ու սիրունի, ասեցի իսկ ինչի Լենին պապին էլ չերգի Լուի Արմստրոնգը, այսա արդեն տապալեց մարդկանց, որովհետև արդեն դա քաղաքական երանգ էր տալիս ամեն ինչի, բառերն է վերջում փոխել է, սարքել է այսպես, թիթերը բռնել, Թեբերը պոկել, ծարին է գծլել, ռագատկով խպել, դաժել են, պապիլ են պրոպ, ռագատկով թիթեր խպել ու ես Սա Լուի Արմստրոնգն էր, ինչպես ասում են, իմ դրոշը, որը ես մինչև այսօր որպես պարոդիստ տարեմ, սա իմ ամենասիրած երգիչներից մեկն է, եթե չասեմ, երևի ամենասիրածը Շարլից հետո ես Արմստրոնգ եմ շատ սիրում։ Ազնվուր նաև սիրել եմ շատ երգել ուղակի, իմ ձայնով։ À 18 ans, j'ai quitté ma province, bien décidé à empoigner la vie. Le cœur est léger, le bagage mince, j'étais certain de conquérir Paris. Parodian ինքը կարող է ծնվել միանգամից, եթե նկատել եք։ Երևի ձեզ մոտ ստացվել է սկզբից շատ լավ, կոնկրետ մի երգիչ երգչուհի, դրա համար ասենք կպել եք նրան։ Ուղղակի նույնացման process-ը շատ արագ է տեղի ունենում։ Այդ դեպքում հեշտ է։ Մնում է միայն կատարելագործել, մնում է աշխատել ժեստերի վրա, մնում է աշխատել հայացքի վրա։ Իդեպ, եթե պարոդիան կատարվում է լավ, անկախ ձեզնից դուք սկսում եք նմանվել արտիստին։ Ու թե հանկարծ երգս քեզ չհասնի, չեմ տխրի այդքան կպահեմ գաղտնի։ Նունեի ձայնը մկանոտ ձայն։ Այդպիսի ձայնը ստանալու համար եւ առհասարակ պինդ ձայնը ստանալու համար պետք է թույլ չկանգնել։ Երբ որ ես կանգնած եմ այսպես, արդեն իմ ձայնը այսպես է։ Եթե դու ուզում ես ձայն, արդեն պետք է կանգնենք պինդ։ Պինդ պլոտնի կանգնեցինք։ Մկանոտ ձայնի համար ժեստը մեծ է։ Նույն եթե նկատում ես, երկու մեկ սենց անում։ Սենց չան։ Այդ թափով նույնը հիմա։ Բայց ոտերը տեսելի պիտես դու, չէ, պինդ։ Չէ, մի քիչ իրար։ Մի քիչ լայն։ Զգում ես գետնից եկող։ Հիմա, այսպես մի արա, այսպես չկա։ Ահա, ուստը մի քիչ բարձ։ Չէ, սենց։ Հիմա լավ ես ունքես, պինդ ես ուժ եկավ, հիմա երկու ձեռքով ավելի շեշտակի արմա։ Որն ես, մի փոքր հատա։ Ու թե հանկարծ երգս քեզ չհասնի, չեմ տխրի այդքան կպահեմ գաղտնի։ I can't be saved, I can't be changed, I can't be blamed, I can't be changed. Նույնը կարող ես անել մենակ պատկերացրու, որ երգչուհին, որին նմանատում ես, հոգեկան հիվանդ է ու գիժ։ Դա հոգեբուժարից փախելը մնացածը նույնպես արա։ Նրա շարժումները ավելի կտրուկ։ Can't be saved, I can't be changed, I can't be blamed, I can't be saved, I can't be blamed, I can't be changed, I can't be tamed. Երբ որ դու այսպես ես անում, այդ շատ լավ ես անում, բայց ներսդ պիտի լինի հանգիստ։ Երեխեք ինքներդ էլ հիշեք, երբեմն երգիչի պարոդիա կանեք, որը պիտի սենց անիչով սենց բաներ աչեք, սենց ունեն սենց ներսում պիտի լինեք դուք շատ հանգիստ։ Իմ սիրտը երգեց սիրո երգը։ Ալայի մոտ, եթե նկատենք, այս կաղազի մասն էլ աշխատում է, այս, սա պիտի լինի, սա պիտի լինի, շատ ճկուր, դրա համար մենք ինչ պիտի անենք, մարզություններ, մարմնամարզություն, չէ, նայի, ալայի մոտ, այս կտորը կա, ինքը շատ սիրում է սենց, ոնց է խոհանություն տատիրույները, իշում է մամաս ու հարևանուին, որ երկուսով ճաշ են եփում, այսենց էին անում երկուսով։ Հայկական կանացիությունը ալայի մոտ կա, դա շատ լավ բան է, պիտի կարողանալ դա դուրս հանել։ Եղիամը պատեց կանաչ խոտը, դաշտերը լցվեց անուշ
crazy. Shady made me, but tonight Shady's rockabye baby. Սոցիալական հարցերը ռեպում Էմինեն բարձրացրեց։ Չէ, մինչև այդ երկում էին սիրուն աղջիկ, ոսկի մատանի, այս կողմ էսպիսի բաներ։ Շատ լրջացեց ռեպը, շատ առաջացավ եւ ռեպի մեջ կա ագրեսիվություն։ Have you ever loved someone so much you given out for? Not the expression, no, literally given out for. When they know they're your heart and you know you wear the armor and you'll destroy anyone who would try to harm her. Ազատ եղեք, շարժումների մեջ բերի ես տարածքը հիմա պատկերացակ քոննա, ուզես իջնես, ուզես լինես ձախ, ուզես խանգարես ու ուզում ես, պրոբլեմ չունի, բայց ազատ զգաք ես։ Got to sit down, see the diagram falling apart in your head to get. No way, I got to get away. Շատ լավ։ Ինձ համար մի քիչ ուժ է պատասխանում, ուժ։ Սա վրա պետք է երկար աշխատել։ Ներսում պատկերացում մի այսպես մեծ հրագնդիկ, որ այստեղ անընդհատ վառվում է։ Եվ այդ հրագունդն է քեզ տանում առաջ։ Կարող ես պատկերացնել։ Ուղղակի պատմությունների ժամանակ երկրից պատկերացում դա, որ հրագունդը կսի շարժի քո կոնքերը, հրագունդը ձայն կանի դուրս, շարժումները կանի։ Դա շատ։ That made her. Ձերքի ինքը սկսեց երկել ընդեղ պրոֆիլը ցույց տալու դամիջին։ Ես օգտագործի նաև դա։ Դա միանգամից փոխում ամեն ինչը, տնտող տեքստը ավելի հետաքրքիր է դարձնում։ Հետո կարող ես մի ուրիշ կողմներ, կարող ես քայլերի քայլ։ That made her. Գլուխը, ժեստը, անպայման պետք է օգտագործել։ Հակառակ դեպքում ձայնը լավ, բայց ասենք ոչ էլ դպրոցի աշակերտը դասատուի առաջ բավականության դաս։ I look to you, after all the change is gone, and you are hearing my song. I look to you, and the melodies are gone, and you are hearing my song. I love to you. Շատ լավ է, շատ լավ ջրկեցի, որպեսզի կարողանա դիտողություն անել եւ ձայնի ուժը տեղնա եւ ուժեր եւ թույլ, ասենք ուժեր եւ քնքուշ մասերը շատ լավ համադրում ես իրար, գիտես ինքը ունի դա, չէ՞, հանգիստ գալա, մեկ էլ ուժերացում է եւ շնչառությունը շատ լավն է։ Շատ քիչ է երկում, որովհետեւ դիտողություն անելու բան չունեմ։ Ты меня любишь, яростно, гордо, ласково. Птицей парящей небо судьбы распластано. Ты меня любишь, болью моей испытана, знаю, не бросишь. Дима, просто верхарек չեմ կարել։ Իսկապես ավելի ձեռարում ես։ Իրան ձեռար։ Գիտես ոնց է ասա։ Այդ որ դիմել գիշասես արդեն մեջ է։ Մեռնում ես, էլի տաղապանքից։ Վեցինք նեկտես։ Ահա, լավ է արդեն ձեռը։ Սենց, մետր պատը մեջքով շուրագալից չդեմ խսեց։ Պաշի որ մեջքով ես դանք, որ տաղապանք կա։ Հաշվի առնելով, որ ռուսական էստրադան այսօր հայերի սրտին ավելի մոտ է, միգուցե սերովը կհաղթի, բայց ինձ համար Վիստոն ավելի ուժեղ է, այսինքն ավելի պատրաստ է, ավելի եւ ավելի դժվար է Վիստոն երգել։ Սերովի խարակտերը, այդ խրպոտ ձայնը բան մի ավելի հեշտ է վերցնել պարոդիայի ժանրի համար։ Վիստոնը մի քիչ դժվար է։ Վիստոնի պարոդիան ինչպես է։ Վիստոնը պիտի լավ երգես ու վերջ իրպես պիտի երգես։ Նույնիսկ դժվար է նրան նմանակելը։ Իրպես լավ երգի։ Ոնց որ մեկը գա Պավարոտիի պարոդիա անի, ուրեմն պիտի բավական լավ կարողանա երգի։ Ուրեմն Վիստոնը բավական դժվար խնդիր է արժեր դրել հասմիկը։ Ինձ համար նա փոքրիկներին դժվար է։ Brightman-ը երեք։
Ես իհարկե կցանկանայի, որպեսզի օրագիրը տևեր 24 ժամ, սակայն մեզ հատկացված ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Հաջողություն կհանդիպենք հաջորդ օրագրի շրջանակներում։